Քիչ առաջ նախագահը նկատողություն հայտարարեց։ Նկատողություն հայտարարեց ըստ էության տեղից խոսելու կամ առանց թույլտվության խոսելու համար, իսկ իրականում ես ընդհանրապես առարկում էի հետևյալ ձևակերպման դեմ։ Ըստ էության փորձառու փաստաբանները գիտեն այս բանը, գործիքը, հարցը, որը մեր կաշնող հարցը այսպես կոչվում, ուղղակիորեն արգելված է եւ առավել եւս արգելված է դատարանի կողմից եւ ցանկացած այլ դատավորի կողմից, դա դատավորի վարույթի առանցման բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Եթե հարցադրումը լիներ, իսկ չեք կարծում, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում Ռուսաստանի գործողությունները, իսկ ինչպիսի ազդեցություն է ունենում, չգիտեմ, Իսրայելի, Պարսկաստանի, Չինաստանի գործողությունները, կլիներ լրացրելի հարց եւ կարող ենք այդ հարցին պատասխանել։ Բայց երբ որ երրորդ անգամ, չեմ ասում երրորդ անգամ, առաջին անգամ եղել է վարույթի սկզբում, երբ որ կրկին 3-ով 3 կուսակցություն եղավ, երբ որ պարբերաբար շփոթմունք առաջանում ուժերի միջև, ընդ որում որևէ հիմք չկա դրա, 3 առանձին ուժեր են, 3 առանձին դիմումներ են, եւ մասնակցում են 7 ուժեր, առնվազն 6-ը ներկա են դրանում եւ դա արդյոք որևէ առնչություն ուղղակի դիմել էր դուրս եկել, եւ այս 3 անընդհատ ֆիքսել 3 ուժեր, երբ որ հնարավոր է ուժերի անվանումները ասել եւ հստակեցնել հարցերը, ինչպես մնացած բոլոր դատավորների դեպքում կամ առնվազն Պարոշյանի դեպքում եւ մնացածի դեպքում ակնհայտորեն երևում է կողմնակալության կամ քաղաքական թեզերը շարունակել։ Ամենամեծ խնդիրը առաջացավ հետեւյալ բանվան հետ կապված։ Արդյոք ազդել են ընտրությունների վրա, որ Ռուսաստանը ի օգուտ ընդդիմադիրների գործողությունները կատարել։ Հիմա արդյոք ազդում է ես ամբողջական աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, միասին դատարանի եզրահանգման վրա ազդել Սեդա Սաֆարյանի անկողմնակալությունները։ Այս հարցը թույլատրելի հարց է, թե ոչ։ Շատ բարձր հարց եմ տալիս։ Սեդա Սաֆարյանի կողմնակալ եւ երկու շահագրգիռ լինելը ազդելու արդյոք գործի ելքի վրա։ Երբ որ ինձ ասում դες ընդամենը հաշվում եմ ազդելու թեւը։ Իհարկե չի կարելի առաջին հարցը երկրորդը։ Եվ հետեւաբար խնդիրը ներողություն եմ խնդրում։ Մեր բողոքի մեջ ունենք ձևակերպումներ, եւ այդ ձևակերպումներում շատ հստակ արձանագրված է, որ տարերկրյա պետությունները միջամտել են հայկական գործընթացին եւ ընտրություններում ոչ թե sense տեսական գործողություններով, այլ անվանական աջակցությամբ, ոչ թե միջին մակարդակի քաղաքական պաշտոնյաների կողմից, այլ այնպիսի պաշտոնյաների կողմից, ովքեր միջազգային իրավունքի հիման վրա իրավասու են ներկայացնում պետությունը, այսինքն պետության գլուխը, նախագահան, ի պաշտոն է ներկայացնում պետությունը, վարչապետը ներկայացնում է պետությունը, միջազգային կազմակերպության համապատասխան պաշտոնատար անձը, եթե ֆոն դեր Լայենը նայեն կամ որևէ այլ պաշտոնատար անձ ներկայացնում է կազմակերպությունը եւ աջակցությունը եղել է հենց անվանական, չի եղել էլի որ մենք եվրոպական ապագան ենք աջակցում, եղել է հենց կոնկրետ մարդկանց կարող է բարձրաձայնվել են կուսակցություններին։ Իսկ ինչ է ասել ՌԴ նախագահան, ասել է Բարգավաճ Հայաստան գնացեք քվեարկել։ Իսկ գնահատել եք արդյոք այդ ազդեցությունները։ Բա իրաց պնդում է այդ։ Եթե մենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գործողությունները, որոնք աջակցել են, ասել է գնացեք Սամվել Կարապետյանի քննարկել։ Դե բա հենց դրա մասին եմ ասում, խնդիրը հենց դրա մասին է։ Բացատրեց, ասաց ոչ մի բան հաշվի չեմ արել, ոչ մի բան հաշվի չեմ արել։ Ցավոք մենք չենք դա քննարկողը, այդ հարցը պետք է բարձր, այդ հարցը մենք ընդհանրապես հաստատ մի հատ ուշադրություն հրավիրեցինք դատարանը, բայց ոչ թե 7 հոգով, այլ 9 հոգանոց կազմով, պետք է եթե դատավորներից որևէ մեկը Հիմա հստակեցնենք, էլի սա ինքնաբացառք չի, երբ որ մենք բացառք ենք հայտնում եւ այդ ժամանակ դատարանը քննարկում եւ որոշում է։ Ըստ էության դատավորի անհնարինության հարց կարող է բարձրացնել դատավորներից որևէ մեկը, կրկնում եմ 9 դատավորներից որևէ մեկը ներառյալ ինքը դատավորը կարող ասի, չէ, ես նկատում եմ, որ ես ամեն դեպքում չեմ կարողանում ապահովել անաչառություն, այդ դեպքում հրաժարվել։ Մենք բարձրացրել ենք խնդիր, որ այս ինստիտուտը այդ կարգավորումը ինքնին հակասական է, բայց դատարանը մեզ հետ չհամաձայնվեց եւ գործը քննում ենք դատարանի հետ որոշման լույսի ներքո եւ հաշվի առնենք, որ դատարանը արձանագրել է, որ անհնարինությունը կարող է տեղի ունենալ, բայց խնդրահարությունը նույնն է, մենք գտնում ենք, որ հիմքերը կան, որ Սեդա Սաֆարյանի անհնարինությունը մասնակցության բարձրացվի, բայց կրկնում եմ, խնդիրը ոչ թե նրանում է, որ հարցը դուրս չի գալիս կամ դուրս գալիս է, այլ նրանում է, որ Սեդա Սաֆարյանը հարցի անվան տակ կատարում է հստակ պնդումներ։ Ընդ որում, այդ նույն խնդիրը կար նախկինում, երբ որ արդեն տենց հստակ արձանագրվում էր, որ ընտրակաշառք են բաժանել
եւ դա կասկածի տակ չէր դրվում, չեն ասում ենթադրյալ, չեն ասում գործեր են հարուցվել դրա մասին, ուղղակիորեն փաստն արձանագրում եւ բան ընդ որում խոսքը գնում է մասսայական, նկատի ունենալով կոնկրետ բառներ, երբ որ ես բարձրաձայնում եմ պետական մարմինների ներկայացուցիչների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը, որը պատրաստ եմ հիմնավորեմ եւ խնդիր չկա, հիմնավորվելու է եւ այդ պատասխանատվության խնդիրը ինչ որ պահի վրա է հասնելու, միանգամից տենց ինչպես եք խոսում տարբերակով Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր արժեքը ոչ մի պետական մարմին չունի, այդ դուք բոլորդ եք, ես եմ քաղաքացին եւ քաղաքացուն վիրավորելը, քաղաքական ուժերին ովքեր ներկայացնում են քաղաքացուն վիրավորելը շատ ավելի պարզավելի եւ շատ ավելի անթույլատրելի է, քան ցանկացած պետական մարմնի մասին հաստատական տալը։ Խնդրեմ։ Երկրորդը նշեց չէ ներկայացուցիչ որ առաջին որ պետք է լինի անկուսակցական, հիմա նշված չի անկուսակցական։ Լավ է, օրենքը վերջին անգամ փոխել են 2 ամիս առաջ։ Նայեք, ուժերի խնդիրը հիմա եթե դա էլ է շփոթում, դա էլ է խնդրահարույց։ Արդեն մենք քանի օր է դատական գործընթացում ենք ու ոնց որ թե պատասխանել են ԲՀԿ-ին ուղղված հարցերին, ներկայացրել են ԲՀԿ-ին, ԲՀԿ-ի դիրքորոշումն են ներկայացրել, այսինքն ես Հայաստան Դաշնքին, եթե պարոն Վարդևանյանին ինչ որտեղ կարող է փոխել շփոթում են, որովհետև 21 թվականի քվեարկության ընտրությունների ժամանակ ինքը ներկայացրել է Հայաստան Դաշնքը, ես երբևէ Հայաստան Դաշնքին դատական գործընթացներում չեմ ներկայացրել։ Հայաստան Դաշնքի եւ տարբեր կուսակցությունների տարբեր անդամների տարբեր վարույթներում ներկայացրել են, բայց կրկնում եմ Հայաստան Դաշնքը որպես այդպեսի երբեք չեմ ներկայացրել եւ ասինքն եւ վստահություններ ունեմ Մայր Հայաստանից մի հատ դելասիա միասնության թևերի հետ կապված վստահություններ ունեմ Հայաստան Դաշնքի հետ կապված վստահություններ ունեմ ԲՀԿ-ի հետ կապված վստահություններ ունեմ նույնիսկ մենք ես անձամբ չէ, բայց գրասենյակում ունենք ուժեղ Հայաստանի հետ կապված վստահություններ ունեցել ենք։ Եվ սա է խնդիրը, եթե անձը հասկանում է, որ կուսակցությունը Նիկոլ Փաշինյանն էլ Տիգրան Ավինյանն էլ ժամանակին եղել են նաև մեր վստահությունները, շատ կարճ ժամանակ են եղել։ Ունենք մարդիկ, ովքեր Դաշնքի ժամանակ եմ ես ունենք մարդիկ, ովքեր ունենք վստահություններ, ովքեր ու քաղաքական պատկերացումները չենք էլ հարցրել երբեք, որովհետև հաստաբանական գործունեությունը չի ընդդադրում ամենակողմ պետք է ասեմ դու ես քվեարկելու, եթե իրանես քվեարկելու քո գործողությունը Իրանը չէ։ Այսինքն ակնհայտորեն այստեղ տեն շփոթմունքը նույնպես թույլատրելի չի լինի եւ նման շփոթմունքը նույնպես խնդիր առաջացնում դատավորի անաչառության հաշվարկել, այսինքն թե 5 օր հետո շփոթում են որ ուժնա դե արդեն ուրիշ խնդիրներ են։ Արդյունքները փոխել, եթե մնացած հարցերին չանդրադառնալ է մեր վերածարգումենտում, ապա սահմանադրական դատարանը ընտրական այս ձևակերպումը ինչպես է։ Նայեք, ձևակերպումների մասով չեմ գնահատել, ես կարծում եմ, որ եթե նախագահը եւ ցանկացած այլ պետության, ասենք մասնակիցը խոսում է հավասար պայմանների մասին, դա կարող է գնահատվել։ Հիմա ինչի չեմ հստակ պատասխանում, որովհետեւ այդ հարցը առանձին չեմ վերլուծել ինչ կոնտեքստում տրվել, բայց դա կարող է գնահատվել ընտրությունների ժողովրդի հավասար պայմանների ապահովման տեսակետից, որովհետեւ միշտ է միջազգային կառույցները եւ այլ ասենք եվրոպական երկրները, ամերիկյան երկրները տվյալ դեպքում Ռուսաստանը բարձրաձայնել են մարդու իրավունքների կոնտեքստում հավասար պայման ապահովեք ընտրությունների ընթացքի վերաբերյալ։ Չեմ ասում կգնաք իրենք քվեարկեք թե ոչ։ Ես շատ վիճելի է Ռուսաստանի Դաշնության կողմից կատարված գործողությունները, եթե մենք ես ինքս ամենաբարձր մասնագետը չեմ այդ ուղղությամբ, բայց երբ որ նայում եմ մասնագիտական վերլուծությունները, ում օգտին են դրանք կատարված, դրանք ավելի շատ նպաստում են ԿՊ-ի ձայներ հավաքելուն, թե ընդհանրակը այլ քաղաքական ուժերի ձայներ հավաքելուն, շատ բավականին մոտեցումները տարբեր են, կան բավականին մեծ քանակի մասնագիտական վերլուծություններ, որ Ռուսաստանի գործողությունները իրականում նպաստել են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը։ Չեմ պնդում դա, ես կրկնում եմ իմ մասնագիտացումը չի որպես ես ասեմ, բայց ասում եմ կա այդ պատկերը։ Ինձ համար խնդրահարույց է բացառապես դատարանի կողմից դատավարական այն վրդովմունքը եղել։ Իմ հարցի բարձրաձայնումը եղել է բացառապես դատավարական։ Ես ուրեմն ներկայություն իրականացրել եմ քրեական գործերով, քաղաքացիական գործերով, միջազգային արբիտրաժով, ինքս որպես արբիտր հանդես եմ եկել տարբեր վարույթներով։ Ես ունեմ իմ տեղանձոն Ունեմ մեծ փորձառություն ակադեմիական ոլորտներում, դատարանը չեզոքություն ապահովելու պարտականություն ունի, ի պաշտոնե գործիչը հյուսան համար իհարկե կարող են հանգամանքները բարդ լինել, միանշանակ կարևոր հանգամանք է այդ հանգամանքը, բայց միևնույն ժամանակ հարցադրումները չեն կարող լինել այնպեսին, որ արդեն իսկ հաստատում են խախտման փաստը ու դրա գնահատական են քննարկում։ Սա է խնդրահարույցը եւ դա արդեն կողմնականության խնդիրը առաջացնում է, որտեղ եղել է խախտում թե ոչ, եւ դա արդյոք որևէ առնչություն կարող է ունենալ կողմերին չէ ոչ, դա է խնդիրը, որը չենք ասում։ Չի վաճառել, հետո չկգնան կպարվի որ դավաճանություններ չի, բայց այս պահին արդեն անշանակ ոչ թե հնչել գրվել են Նիկոլ Փաշինյանն էլ դա վերցրել է, դա թմկահարել։ Ուղղակիորեն Ֆրանսիայի նախագահի կողմից եւ
Թրամփի կողմից։ Ուղղակիորեն, այսինքն սա ոչ թե абստրակտ բանով, հենց ուղղակիորեն ասելա Թրամփը ընտրություններից առաջ ասելա աջակցում եմ իմ ընկեր։ Խնդիրը հետեւյալի մեջ կա քաղաքական Իմ, չէ, վերեցնենք էլի, հիմա գնացեք ես ամբողջական աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին, միասին կառուցելու ենք ինչ-որ ձևակերպում հիմա ձեռից տակ չի։ Դա դրանից էլ ոնց որ այն կողմ պետք է լիներ, որ եթե գնաք ընտրեք, ձեզ չգիտեմ, փող եմ տալու Հայաստանի Հանրապետության անձանց չէ։ Սա մոտավորապես ուղղակի միջամտություն է, բայց խնդիրը դրա մեջ չի, որ ասել են, որտեղ միշտ էլ կարող է մի հատ օտար երկրապետություն վերցնի դա ասի։ Ինչա ինքը արել։ Եվ արդյունքում Ինչա ինքը արել դրանից հետո։ Ինքը ասել է, չէ, ուրախ եմ, որ պարոն Թրամփը ասել, բայց կապ չունեմ ենք դրանից անկախ։ Չէ, դա դարձվել է օրակարգի հարց։ Ինչ արել է ֆրանսիացիները, դարձվել է օրակարգի հարց։ Ինչ են արել օպոզիցիոն գործիչները։ Բայց կերկնում եմ, խնդիրը այն չի, որ միջամտությունը որևէ տեղից լավ է, որևէ տեղից վատ։ Իսկ եթե Ռուսաստանից տեղի ունեցան միջամտություն ընտրության արդյունքներին, կրկին պետք է համապատասխանել։ Որովհետև իմ խնդիրը հետևյալն է, պետք է լինի ընտրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատ պայմաններում, արդար հավասար ընտրական մտածակարգերի արդյունքում պետք է կարողանա իրականացնել ընտրություն։ Եթե փաստեր կան, որ իրականում միջամտություն ա եղել Ռուսաստանից, առաջին այդ հարցերը պետք է ուղղվեն ոչ թե օպոզիցիոն դիմում ներկայացրած երեք ուժերին, իրենց ձևակերպումով կոնկրետ կուսակցությունների, այլ առաջինը օրինակ կարող էր բարձրաձայնվել այն կուսակցություններին պատասխանողից սկսենք, հա, պատասխանողին այդ հարցը պետք է տրվել առաջինը։ Իսկ գնահատել եք արդյոք այդ ազդեցությունները, ինչպես եք գնահատել։ Եթե մենք պատկերացնենք, որ մենք դատական վեճ ենք քննում, սա քաղաքական դեպատների բան չի, մարտադաշ չի, սա իրավական վեճ ենք քննում։ Կա որոշում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը բացատրեց, ասաց ոչ մի բան հաշվի չեմ արել, ոչ մի բան հաշվի չեմ արել։ Թուղթը ստացել եմ, ուղարկել եմ, թուղթը ստացել եմ, ուղարկել եմ, հետ եմ ստացել, հետ եմ ուղարկել, դա ասել։ Մաթեմատիկական հաշվարկներն են ծրագիր ունեմ, ծրագիրը չգիտեմ ոնց է հաշվում, բայց 400 թվերը գումարում ենք դառնում 41, բայց իրենամը 440 է գրում։ Հիմա դա կպարզենք քննության ընթացքում։ Այս պայմաններում երբ որ դատարանը փորձ է անում հարցադրումներով ոչ թե պարզել հանգամանքները, հասկանալ իրոք քաղաքացիները կարողացել են քվեարկել, ինչպես է դա գնահատել կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մաթեմատիկան տարբերվում է մաթեմատիկայից կարող է ինչ-որ դրական առումով լինել է։ Արդարության համար պետք է նշեմ, որ կոնկրետ այդ մի դեպքի հետ կապված պարզաբանվեց, որ մի հատ վերահաշվարկ ենք արել, մաթեմատիկան փոխվել է, հետո ենք անվավեր ճանաչել, բայց մեկը որ այդ փոփոխությունը էական չէր լինում, բայց խնդրահարույց է միևնույնն է, ես իմ եզրափակիչ ճառում մանրամասն ներկայացնելու եմ սխալ թվերը, որ ասում եմ ոչ մի սխալ չկա, սխալները բազմաթիվ են։ Ներկայացնելու եմ, որ մենք հատտատակնության ընթացքում այդպես էլ չպարզեցինք, ոչ թե չպարզեցինք, այլ հաստատեցինք դրանց ազդեցությունը, չպարզեցինք ինչ ընթացակարգով են իրենք ապահովում ամբողջականությունը տվյալները, ինտեգրություն որպես խաղճեղումներ չլինեն։ Այսքանը, եթե ուրիշ հարց չկա։ Ուրիշ հարցներ մեկ հարց է, քիչ առաջ նա հարց պատասխանի ժամանակ հայտարարեց, որ ԲՀԿ-ն պետք է դիտարկվի որպես քողարկված դաշինք։ Այդ հայտարարությանը, հա, ինչպես կանդրադառնալ։ Մենք միշտ մի հատ տեսակետից ենք նայում, ընտրական օրենսգիրքը ինքը մի կետի մասով չի։ Ընտրական օրենսգիրքը կարգավորում է հարաբերությունները ժամանակի մեջ ու երկար։ Ամենաֆունդամենտալ տարբերությունը ասեմ, բոլորը կպատկերացնենք։ Ցանկացած քաղաքական ուժ, ով որ հավաքում է 2%-ից ավել, այդ թվում նաև երբ որ հասնում է պարլամենտ, ստանում է ֆինանսավորում։ Երբ որ դաշինքն է անցնում, դաշինքի բոլոր կուսակցություններն են ստանում։ Եթե մի կուսակցություն է անցնում, այդ մի կուսակցությունն է միայն ստանում։ Ամենապարզ տարբերությունն եմ ուզում ներկայացնեմ։ Երկրորդը նշեց չէ ներկայացուցիչ, որ առաջ օրենքում գրած էր, որ պետք է լինի անկուսակցական, հիմա նշված չի անկուսակցական։ Լավ է, օրենքը մի վերջին անգամ փոխել են 2 ամիս առաջ։ Եթե փոխել ժամանակ, 2 չէ, մի քիչ արդեն 3 հատ, դրանից առաջ են փոխել, դրանից առաջ էլ։ Եթե խնդիր կար փոխելու, որ պետք է անկուսակցական լինեն, կարային փոխեն։ Եթե գրված չի անկուսակցական, հենց այդ տրամաբանությամբ է գրված, որ կան տարբեր մարդիկ, ովքեր ինչ որ այլ կուսակցության անդամ են, փոքր կուսակցության անդամ են, բայց ցանկանում են մասնակցեն առանց իրենց կուսակցությունը առաջ տանելու։ Լավ, որևէ մեկը թիմա կարող է ասի, որ ԲՀԿ-ի ընտրարշավի ժամանակ դեմոկրատական այլընտրանք չէ, ոնց որ Սուրեն շուտ անընդհատ գրել են դեմոկրատական այլընտրանք կուսակցության, չէ, ԲՀԿ-ի ցուցակի համապատասխան անդամ Սուրեն Սուրենյանց։ Այնտեղ ինչ որ մի հատ բացի Մայր Հայաստանից մի հատ էլ ասեցին, չորրորդն էլ, հա, բանը
Մարտուն Գրիգորյան ասա պատիվ ունեմ Մարտուն Գրիգորյան, չէ ԲՀԿ ցուցակի համապատասխան համար։ Նույնիսկ Անդրանիկ Թևանյանի դեպքում մենք երբ որ ներկայացնում ենք, չենք ասում Մայր Հայաստան կուսակցության առաջնորդ, մենք ասում ենք երկրորդ համար ԲՀԿ-ի։ Եվ սա է խնդիրը, եթե անձը հասկանում է, որ իր կուսակցությունը դեռևս չունի այն մեծությունը, որպեսզի մասնակցի համապետական ընտրություններին եւ որոշում է, որ այո, ես պատրաստ եմ մտնեմ այլ կուսակցության ցուցակ։ Դեռ դաշինքի ժամանակ այդ իմ եսը կա, իմ կուսակցությունն է, իմ կուսակցությունը մնաց անունով։ Այստեղ չէ, իմ կուսակցությունը չի, ես ընդհանրապես ցուցակի անդամ եմ, հետեւաբար գործող օրենսդրության շրջանակներում որևէ խնդիր չեմ տեսնում։ Մի քայլ էլ առաջ գնամ, եթե համանդրական դատարանը իմ նշած դեպքում հակասահմանադրական ճանաչի հակասահմանադրական ճանաչելով կամ սահմանադրական գնահատական տալով հնարավորություն ունի ըստ էության բան անել արդյունքները փոխել, եթե մնացած հարցերին չանդրադառնամ, էլ մեր վերած արգումենտով, ապա սահմանադրական դատարանը ընտրական այս ձևակերպումը, ինչպես է դաշինքը հաշվում, հակասահմանադրական ճանաչելու դեպքում չի կարողանալու հետադարձ ուժի այնպիսի կարգավորում տա, որ ԲՀԿ-ն զրկվի։ Դա ըստ էության հետագայում, եթե օրենսդիրը կցանկանա փոխել այդ կարգավորումները եւ կփոխի, բայց մի քիչ էլ առաջ գնանք, լրիվ անտրամաբանական է, ինչի պետք է դաշինքը 8% լինի, ինչ որ մեկը 4%։ Ժողովուրդը եթե քաղաքական ուժին, քաղաքական օրակարգին քվեարկում են, ընդհանրապես տրամաբանական է, որ նույն տոկոսը լինի 4% կամ 3% կամ 2%, որպեսզի պարլամենտը ապահովի բազմազանություն, խնդիրը ուրիշ տեղ է, մենակ շատության մեջ չի։ Ինչքան անցումային շեմը փոքր է լինում, այնքան ստացած քվեների եւ պարլամենտում ստացած մանդատների տոկոսների տարբերությունն է փոքր լինում։ Հիմա ԿՊ-ն ստացել է 50%-ից ցածր քվե, ԲՀԿ-ն չանցնելու դեպքում 66 մոտավորապես, թե 60% մոտավորապես ստանում, այսինքն մոտավորապես 10%-ով աճում, ԲՀԿ-ն անցնելու դեպքում 57 թե 50, այսինքն 7 կամ 8%-ով։ Ինչքան շատ ուժ են անցնում, այնքան վերջնական պարլամենտ անցած ուժերը շատ ավելի մոտիկ են իրական ստացած ձայների քանակին։ Այսքան։ Գիտեք, երբ ԲՀԿ-ն ներկայացրեց Մայր Հայաստանի առաջնորդ, երբ որ հայտնի դարձավ նրա մեղադրանքի մասին։ Բերեք sense ասենք, էլի, խնդիրը հետևյալն է։ Որպես վարչապետի թեկնածու կասեմ, թե առաջնորդ կասեմ, թե ինչ կասեմ, դա բան չէր, որովհետև ԲՀԿ-ն շատ հստակ բարձրաձայնել է, ասել է ես ունեմ իմ թեկնածուն եւ պարոն Ծառուկյան ասել է ես չեմ, ինքը չի։ Հիմա բան չկա, հիմա Անդրանիկ Թևանյանի խնդիրը առաջնորդ լինել չլինելու մեջ չի միայն, այդ հանգամանքը այլ հանգամանքա, որը քննարկման առարկա կդառնա կամ այս գործի կամ այլ գործերի, որովհետև մենք այստեղ միջնորդություններ ունենք դրա հետ կապված, ուղղակի ենթադրում եմ, որ դա դառավ այդ մասը դրամփակա լինելու, որովհետև ես դատական նիստում մանրամասն ներկայացրեցի, ինչպես եղավ այդ օպերացիան պետական գաղտնիքը վաճառելը, հետո ստացվեց պետական գաղտնիք չի։ Այդ որ վաճառելին հələ չենք ասել, որ պարզվի որ չի վաճառել, հետո մի քիչ էլ կգնան կպարզվի, որ դավաճանություն էլ չի, բայց այս պահին արդեն իսկ առաջադրված մեղադրանքում խոսվում է ոչ թե պետական գաղտնիք փոխանցելու, այլ տեղեկատվություն փոխանցելու մասին։ Այդ այլը ինչա մի հարցրեք, տենց օրենքում գրված է ուղղակի այլ տեղեկատվություն, որը ենթադրում է, որ պետական գաղտնիք չի, այսինքն տեղեկատվություն։ Հիմա մեր խնդիրը հետևյալի մեջ է, կա քաղաքական ուժ, պայմանական Մայր Հայաստան, որը համաձայնվել է, որ իր անունը չլինի այդ ցուցակում, հիմա պայմանական կանցնեն 4%-ը, չեն կանցնի 4%-ը, ԲՀԿ-ն արդեն ստանալու է ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորումից իրեն բաժին չի հասնելու ոչ մի բան, որովհետև ինքը չի այն ուժը, որը մասնակցում է, օրինակ միասնության թևերը հավաքել է 2%, ստանալու է համապատասխան ֆինանսավորում, եթե անվավեր չճանաչվի այդ եւ արդյունքում ինքը հաջորդ ընտրությունների, միջև հաջորդ ընտրություններ հնարավորություն ունի ուժեղացնել հնարավորությունները, նույնը վերաբերվում է երկու կուսակցություններ են անցել շնորհապետական, այսինքն երկուսով կարողանալու են այդ ֆինանսավորումը ստանալ, մեծ չի, որտեղ թիվը փոքր չի, ամեն քաղաքացու քվեի հաշվով 1000 դրամ տարեկան, այսինքն 30 միլիոն, որը փոքր գումար չի, բայց այնքան էլ մեծ չի, որ շատ ակտիվ, բայց ապահովում է կուսակցության այդպես մինիմալ ծախսերը, գրասենյակային ծախսերը, որ հնարավոր լինի ապահովել գործունեությունը։ Շնորհակալություն։